Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընթառաջ Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցի բակում բացվել է արևմտահայ բանաստեղծի կիսանդրին։ Հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է միջոցառմանը ներկա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, կիսանդրու տեղադրմանն աջակցած Աննա Քոչարյանին եւ դպրոցի տնօրեն Աննա Ստեփանյանին։ Հանդիսավոր արարողության շրջանակում դպրոցի սաները ներկայացրել են հատվածներ Սիամանթոյի ստեղծագործություններից։ Կրթօջախի երգչախումբն էլ կատարել է Սիամանթոյի Սուրբ Մեսրոպ եւ Սրինգ բանաստեղծությունների հիման վրա Դանիել երաժշտի կողմից գրված երգերը։ Կրթօջախի հյուրերն ու համակազմը ծաղիկներ են խոնարել Սիամանթոյի կիսանդրուն հարգանքի տուրք մատուցելով բանաստեղծի հիշատակին։ Ներկաներին ուղված իր խոսքում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նկատել է, որ հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարքում իր առանձնահատուկ խորհուրդն ունի նաև Մեծ Եղեռնի զոհ դարձած արևմտահայ բանաստեղծ Սիամանթոյի կիսանդրու բացումը։ Հարկ է նշել, որ Սիամանթոյի կիսանդրու հեղինակն է քանդակագործ Տիգրան Արզումանյանը, ճարտարապետը Հայկ Ասատրյանը։